ցանկանում եք ապրել առողջ, սնվել ճիշտ եւ հեռու մնալ շատ հիվանդությունների առաջացումից, ապա մի հեռացեք, քանի որ ATV եթերում կյանքի համն է։ Մենք միասին ենք բացահայտելու առողջ ապրելակերպի գաղտնիքները։ Ստամոքսի խոց, հիվանդություն, որ շատերին է սպառնում։ Ձիթայուղ, ինչու են այն ջրալի ոսկե անվանել եւ որոնք են ձիթայուղի օգտակար հատկանիշները։ Էլեկտրոնային օրագիր, որ կկառավարի ընդունվող սնունդը, ինչն էլ կնիհարեցնի շատերին։ Դելտա կլինիկը անակնկալ է մատուցում առաջարկելով ճիճվագրության, արյան մեջ գլյուկոզայի, ձվարանների, ողնաշարի, վահանաձև գեղձի անվճար ստուգում, ինչպես նաև բժիշկների անվճար խորհրդատվություն։ Դելտա կլինիկում գործում է նաև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա համակարգչային դիագնոստիկա, որ ստուգում է ողջ օրգան համակարգերի ընդհանուր վիճակը։ Ասե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ, հեռախոս 500 560։ Ստամոքսի խոցի առաջացումը շատերին է սպառնում։ Սա հիվանդություն է, որ տարածված է ողջ աշխարհում, եւ ցավոք մեր երկրում եւս արկա են շատ եւ շատ մարդիկ, որոնք տառապում են հենց այս հիվանդությամբ։ Ինչ հիվանդություն է ստամոքսի խոցը։ Խոցային հիվանդությունը դա քրոնիկ ռեցիդիվող հիվանդություն է, որը հակում ունի պրոգրեսիվման, այսինքն սրացման, բերելով ստամոքսի եւ 12-մատյա աղոլորձաթաղանթում խոցային դեֆեկտի առաջացմանը։ Առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանակներում, քան կանանց շրջանակներում, հարաբերությունը 4:1 է։ Երիտասարդների մոտ առավել հաճախ հանդիպում է 12-մատյա խոցային հիվանդություններ, իսկ հասուն անձանց եւ տարեց մարդկանց շրջանակներում առավել հաճախ հանդիպում է ստամոքսի խոցային հիվանդությունը։ Պատճառները մինչև հելիկոբակտեր պիլորի հարուցչի հայտնաբերելը, որը իդեպ հայտնաբերվել է առաջի անգամ 1973 թվականին, որպես խոցային հիվանդության հիմք էր հանդիսանում ագրեսիվ ֆակտորների գերակշռումը պաշտպանական ֆակտորների հանդեպ, իսկ ներկա ժամանակներում որպես առաջին էթիոլոգիկ ֆակտոր հանդիսանում է հելիկոբակտեր պիլորի հարուցչի վարակումը։ Երկրորդ պատճառը հանդիսանում է պսիխոէմոցիոնալ ստրեսային իրավիճակները, ալիմենտար գործոնը, ալկոհոլի, ծխախոտի եւ սուրճի չարաշահումը։ Ալկոհոլը խթանում է H-քլորի, այսինքն աղաթթվի սեկրեցիան։ Սուրճը մի կողմից խթանում է H-քլորի արտադրությունը, մյուս կողմից սեղմում է ստամոքսի լորձաթաղանթի անոթներին, բերելով իշեմիկ պրոցեսների զարգացմանը լորձաթաղանթում։ Գիտականորեն ապացուցված է, որ ծխող անձանց մոտ 2 անգամ առավել հաճախ է հանդիպում խոցային հիվանդությունը, քան այն անձանց շրջանակներում, որոնք չեն օգտագործում ծխախոտ, քանի որ ծխախոտը եւ ակտիվացնում է H-քլորի արտադրումը, եւ խթանում է պեպսինոգենի արտադրմանը, սեղմում է անոթի լորձաթաղանթի անոթային համակարգին, բերելով իշեմիկ պրոցեսների զարգացմանը, մյուս կողմից իջեցնում է ստամոքսաելքի եւ մուտքի փականների տոնուսը, բերելով ռեֆլյուքսի զարգացմանը, որը կլինիկորեն արտահայտվում է այրոցների առաջացումով։ Այնպիսի պրեպարատների օգտագործումը, ինչպիսին են ոչ ստերոիդային հակաբորբոքիչները, ասպիրինը, ինդոմետացինը, գլյուկոկորտիկոստերոիդների, ցիտոստատիկների օգտագործումը, սրանք ընկճում են ստամոքսի պաշտպանողական համակարգին, բերելով խոցային մակերեսի առաջացմանը։ Այնպիսի քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին են էնդոկրին համակարգի քրոնիկ հիվանդությունները, աղստամոքսային տրակտի հիվանդությունները, որոնք նպաստող պայման են հանդիսանում խոցային հիվանդության զարգացման համար։ Ախտանիշներից առաջնայինը համարվում է ցավային սիմպտոմը։ Ցավը տեղակայվում է որովայնի վերին հատվածներում։ Նշանակություն ունի ցավի բնույթը, այն կարող է լինել նոպայաձև, սպաստիկ, տքացող, մռմռացող ցավեր, բութ ցավեր։ Նշանակություն ունի ցավի առաջացումը, ըստ որի տարբերում ենք վաղ ցավեր, ուշացած ցավեր, գիշերային ցավեր եւ սոված ժամանակ առաջացող ցավեր, որոնց անվանում են սովածության ցավեր։ Վաղ ցավերը առաջանում են ուտելուց 31 ժամ հետո։ Բարձրանում է ինտենսիվությանը ցավի մոտ 2 ժամ հետո եւ սկսում է ինտենսիվությունը թուլանալ ստամոքսի դատարկման հետ զուգահեռ։ Այս ցավերը առաջանում են այն դեպքում, երբ որ խոցային դեֆեկտը տեղակայվում է ստամոքսի վերին հատվածներում։ Ուշացած ցավերը, գիշերային ցավերը, սոված ցավերը բնորոշ են այն խոցային հիվանդությանը, որոնք երբ խոցային դեֆեկտը տեղակայվում է 12-մատնյա աղում եւ ստամոքսաելքի շրջանում։ Այս ցավերը առաջանում են ուտելուց 2 ժամ հետո եւ հիմնականում սկսում են թուլանալ, երբ որ հիվանդը նորից սնունդ է օգտագործում։
Երկրորդ սիմպտոմը դա դիսպեպսիկ սինդրոմն է, որը իր մեջ ներառում է այրոցի, սրտխառնոցի, փսխումը, գղտոցների առաջացումը։ Գղտոցները լինում են թթվահամով եւ դառնահամի զգացողությամբ։ Հիմնականում լինում են այն դեպքում, երբ խոցային հիվանդությունը ուղղորդվում է որկորի ճողվածքներով։ Փսխումները առաջանում են ինտենսիվ ցավերի դեպքում եւ հիմնականում բերում են վիճակի բարելավմանը փսխումից հետո, երբ ստամոքսը դատարկվում է պարունակությունից։ Այս սիմպտոմները բնորոշ են խոցային հիվանդությանը, բայց կան խոցային հիվանդություններ, որոնք ընթանում են ատիպիկ ձևով։ Վերս նշված սիմպտոմները բացակայում են։ Լինում է դեպքեր, երբ ցավը տեղակայվում է աջ թուլակողի շրջանում եւ նման հիվանդներին սխալմամբ ախտորոշվում է խրոնիկ խոլեցիստիտ։ Խոցային հիվանդությունները կարող են ընթանալ սրտային դիմակի տակ, երբ որ ցավերը տեղակայվում են կրծքավանդակի վերին հատվածներում եւ ձախ կողմում, ռադիկուլար դիմակի տակ, երբ ցավերը տեղակայվում են գոտկային շրջանում։ Խոցային հիվանդությունը կարող է ընթանալ սրտային դիմակի ներքո, երբ ցավերը տեղակայվում են կրծքավանդակի ձախ հատվածում եւ ավելի վեր, սրտի շրջանում։ Կարող է ընթանալ ռադիկուլար դիմակի ներքո, երբ ցավերը տեղակայվում են գոտկային շրջանում։ Եվ կան համր խոցեր, որոնք ընթանում են առանց ցավային սիմպտոմի առաջացմանը, եւ առաջին նախանշաններից է լինում արյունահոսության սիմպտոմատիկան, որը արտահայտվում է ձյութանման կղանքով եւ փսխում սուրճի նստվածքով։ Նման անձանց խորհուրդ է տրվում հրաժարվել ծխախոտից, մինիմումի հասցնել ալկոհոլի օգտագործումը, հնարավորինս չափ խուսափել ոչ ստերոիդային հակաբորբոքիչների օգտագործումից, իսկ եթե ցուցված է, ապա օգտագործել զուգահեռ հակասեկրետոր պրեպարատներ։ Օգտագործել սննդամթերքը շոգեխաշատ վիճակում։ Խորհուրդ է տրվում շատ օգտագործել կաթ, այն ունի հակասեկրետոր ազդեցություն։ Սնվել օրը 3-ից 4 անգամ, հաճախակի եւ քիչ-քիչ։ Այժմ ձեր հեռուստաէկրաններին նկատում եք այն էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով հարցեր եք ուղղում մեր բժիշկներին եւ ստանում անհրաժեշտ խորհուրդներ, իսկ այսօրվա մեր հարցը հետեւյալն է։ Ունեմ երակների լայնացում։ Ուզում եմ իմանալ, արդյոք մումիոն օգտակար է այս դեպքում։ Մենք գիտենք, որ շատ տարածված է երակային լայնացումը եւ հետագայում բարդացած բացիթող վիճակից արդեն առաջանում են խոցային երևույթներ։ Մենք այստեղ խորհուրդ կտայինք մումիոյի լուծույթ 0,2-ից 0,3 գրամ կախված տարիքից եւ քաշից եւ անպայման օգտագործել առավոտյան սոված խորին 2 ճաշիկ տալ եւ երեկոյան քնելուց առաջ 2 ճաշիկ տալ։ Բուժման տևողությունը 25 օր է եւ եթե ծանր վիճակ է, ապա 5 օր ընդմիջում նորից էլի նույնը կրկնել։ Իսկ եթե այնտեղ կան խոցային երևույթներ եւ պետք է անպայման այդ խոցի վրա որևիցե մի բան քսել, ապա մենք խորհուրդ կտանք այսպիսի բաղադրատոմս վերցնել 10 գրամ թորած ջուր, ավելացնել 5 գրամ մումիո, ավելացնել նաև 20 գրամ լանոլին, 30 գրամ վազելին։ Բոլորը իրար հետ խառնել, սմետանային մասսա է լինում եւ քսել այդ խոցային հատվածում։ Բացի դա նաև շատ լավ է օգնում տզրուկաբուժությունը, այդ երկու միջոցները իրար հետ համակցելով, կիրառելով մենք ունենում ենք հրաշալի արդյունք։ Հաջորդ հարցի պատասխանը կարող է ձերը լինել։ Հիշեք մեր էլեկտրոնային փոստի հասցեն, որին էլ կարող եք դիմել ձեր առաջարկներով։ Հավատացեք, որ մենք չենք անտեսում ոչ մի հեռուստադիտողի հարցը։ Սննդամթերք, որի օգնությամբ մենք պատրաստում ենք տարբեր թուրմեր, դիմակներ, իսկ առաջնահերթ օգտագործում ենք այն սննդում, ինչպես ասել է Հոմերոսը, ջրալի ոսկի։ Այսօր խոսելու ենք ձիթայուղի մասին։ Ձիթայուղը հայտնի է եղել մարդկությանը դեռ մեր թվարկությունից առաջ 500 տարի առաջ, բայց միայն 20-րդ դարասկզբում մարդկանց ավելի պարզ դարձավ ձիթայուղի օգուտների մասին։ Այն ստեղծվել է Հին Եգիպտոսում, ապա տարածվել ողջ աշխարհով մեկ։ Հին մարդիկ հաջատեղյակ են եղել այդ ձիթայուղի օգտակարության եւ բուժական հատկանիշների մասին։
Հին հույները կարծում էին, որ այն ստեղծել է Աթենաս աստվածուհին, որի օգնությամբ մարդիկ ավելի առողջ եւ ուժեղ կդառնան։ Հոմերոսը ձիթայուղը ջրալի ոսկի է անվանել, որը հետզհետե հասու դարձավ ամբողջ աշխարհին եւ մեծ պահանջարկ ունեցավ։ Շատ ազգերի մոտ ձիթայուղը երիտասարդացում եւ առողջություն է խորհրդանշում, իսկ Հիպոկրատը հաստատել է դրա օգուտները եւ բուժման որոշ տարբերակներ առաջարկել։ Անդրադառնանք ձիթայուղի օգտակար հատկանիշներին, որի շնորհիվ էլ այն այդքան մեծ պահանջարկ ունի ողջ աշխարհում։ Ձիթայուղը օգտագործվում է սննդում կոսմետոլոգիական բուժական նպատակներով։ Դրանից պատրաստվում են տարբեր խնամքի պարագաներ եւ դիմակներ։ Այն դիետիկ է համարվում, որը պարունակում է E, A, K խմբի վիտամիններ, որոնք մեր օրգանիզմից դուրս են մղում վատ խոլեստերինը, կարգավորում մարսողական համակարգը, լյարդի, լեղապարկի հիվանդությունները։ Բրիտանացի գիտնականները հաստատել են, որ ձիթայուղը այնպիսի նյութեր է պարունակում, որոնք տեղ են գտել նաեւ մայրական կաթում։ Այդ է պատճառը, որ ձիթայուղը խորհուրդ է տրվում նաեւ մանուկներին օգտագործել։ Ձիթայուղը նաև հակաօքսիդացնող միջոց է։ Կարելի է ամեն օր 1 ճաշի գթալի չափով խմել այն, որի արդյունքում կանխարգելվում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը, փորկապությունը եւ մրցածությունը։ Տապակման, աղցանների, ապուրների, թուրմերի եւ դիմակների համար միանշանակ խորհուրդ է տրվում ձիթայուղ օգտագործել։ Միայն թե սնվելիս ցանկալի է չչարաշահել։ Ողջ աշխարհում ամենաթանկ եւ լայն պահանջարկ ունեցող ձիթայուղը առանց ֆիլտրեցմանն է, որի թթվայնությունը ընդամենը 1% է կազմում։ Պահպանման դեպքում խորհուրդ է տրվում չգերազանցել 5 ամիսը, քանի որ այն կորցնում է իր համային հատկանիշները։ Գնելիս ուշադիր եղեք պիտակի հանդեպ։ Ցանկալի է, որ այն արտադրված եւ շշալցված լինի նույն երկրում։ Միայն գույնով դժվար է գուշակել ձիթայուղի որակը, քանի որ այս հարցում կարևոր է, թե պտուղը որքան է հասած։ Հունաստանում ասացվածք կա. խմիր ձիթայուղ եւ քնիր ինչպես հարկն է։ Դե ինչ օգտվեք այս հրաշք սննդամթերքից, բայց հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է օգտակար։ Նիհարել ցանկացողները ինչ միջոցների ասես չեն դիմում, իսկ նրանց համար այսօր ստեղծվել է նոր էլեկտրոնային օրագիր, որ կարգավորում է սննդի ընդունումը։ Էլեկտրոնային օրագիրը դա ամենաարդյունավետ տարբերակն է շուտ նիհարելու համար։ Սա են պնդում ամերիկացի գիտնականները։ Բանն այն է, որ նման օրագրերը ծրագրավորվում են տիրոջ անհատականությունը հաշվի առնելով։ Իսկ առհասարակ չգիրանալու համար ամերիկացի գիտնականները առաջ են բերում 5 կարևոր նախապայման. այցելել խմբակային դասերի, կարգավորել ընդունվող կալորիաների քանակը, չչարաշահել ճարպոտ սնունդը, կատարել ֆիզիկական վարժություններ եւ վերահսկել ընդունվող սնունդը։ Փորձարկմանը մասնակցել են 200 կամավորներ, որոնց մոտ ճարպակալում էր նկատվում։ Նրանցից ոմանք պահում էին թղթե օրագրեր, իսկ մյուս կեսը էլեկտրականը։ Փորձարկումը ցույց տվեց, որ նրանք, ովքեր օգտվել են էլեկտրոնային օրագրից, ապա 5 անգամ ավելի շատ են նիհարել, քան մյուսները։ Դելտա կլինիկը անակնկալ է մատուցում առաջարկելով ճիճվակրության, արյան մեջ գլյուկոզայի, ձվարանների, ողնաշարի, վահանաձև գեղձի անվճար ստուգում, ինչպես նաև բժիշկների անվճար խորհրդատվություն։ Դելտա կլինիկում գործում է նաև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա, համակարգչային դիագնոստիկա, որ ստուգում է ողջ օրգան համակարգերի ընդհանուր վիճակը։ Ասե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ, հեռախոս 500-560։ Նկարահանումներին աջակցել է M&S առևտրի կենտրոնը։ Հաղորդմանը սպասարկում է Պազինի գեղեցկության սրահը, հեռախոսահամար 26 55 54։ Հետևեք ձեր առողջությանը, քանի որ ձեր փոխարեն դա ոչ ոք չի կարող անել։ Իսկ եթերում կյանքի համներ, մենք կվերադառնանք նորանոր բացահայտումներով, կհանդիպենք։